Ռուսաստան, Թուրքիա, Իրան, որքան էլ այս երկրները գերիշխող են տարածաշրջանում, այնուամենայնիվ օգոստոսի 8-ից հետո ամերիկյան ներգրավվածությունը ևս կա տարածաշրջանում։ Որոշակի կոնսենսուս հնարավոր է լինի անդամ երկրների միջև, սակայն քանի որ տարածաշրջանում այլ մասնակիցներ ևս կան, եւ որոնք չեն ծրագրում դուրս գալ տարածաշրջանից, ապա այդ ներգրավվածության պայմաններում 3+3 ձևաչափը ըստ փորձագետների ակտուալ չէ։ Եթե 3+3 ձևաչափը ակտիվացվում է, այդ դեպքում մենք ունենք խնդիր կոնկրետ ԱՄՆ-ի ներգրավվածության հետ կապված։ 3+3 ձևաչափը կարող է ակտիվանալ իսլամիստական ներգրավի պարագա։ Եթե ԱՄՆ-ն իր ներգրավվածությունը տեղավորի Թուրքիայի դերակատարության մեջ ամբողջությամբ, ինքը ուղղակիորեն չներգրավի, ամերիկյան շահերի ներկայացնողը հանդես գա Թուրքիան։ Приветствуем начатый процесс. Մոսկվան բավականին դրական է տրամադրված այդ ձևաչափին։ Վրաստան արևմուտք հակադրությունների սրման ֆոնին Ռուսաստանը ձեռք է մեկնում հարավային հարևանին։ Ավելին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունը կցանկանար նաև վրացի գործընկերներին տեսնել այդ հարթակում։ Մոսկվան ըստ Զախարովայի վրացական կողմի հետ քննարկելու բան ունի։ Իսկ քաղաքագետներն ասում են, Զախարովայի հայտարարությունը ամենևին էլ պատահական չէ։ Այն ուղղված է վրացական իշխանություններին, սակայն Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում կարմիր գծեր կան, որոնք դեռ խոչընդոտ են երկու երկրների հարաբերություններում որոշակի կարգավորման գործընթացների համար։ Հիմնական մասը իր տարածքային ամբողջականությանն է վերաբերում, ինչը ցույց է տալու, որ Թբիլիսին առ այսօր, նույնիսկ ունենալով բարդ հարաբերություններ Եվրոմիության հետ, անհասկանալի դեռևս հարաբերություններ Վաշինգտոնի հետ, եւ նույն ժամանակ ունեն ցանկություն փոխելու տրամադրվածությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Կարմիր գծերը չեն փոխվում։ Քաղաքագետ Բալյանի ձևակերպմամբ 3+3 ձևաչափի ակտիվացումը Վրաստանի ազգային շահերից չի բխում։ Վրացիները մասնակցում են բացառապես այնտեղ, որտեղ հնարավոր է կոմպրոմիս։ Վրաստանը որքան էլ առաջին այսից կարող է տարօրինակ թվա, այդուհանդերձ այս պահին ներկայացում Հարավային Կովկասի թերևս ամենակայացած պետությունն է, որը որ իր արտաքին քաղաքականությունը արդեն տևական ժամանակ է բացառապես իր ազգային շահերի տրամաբանության վրա է կառուցվում։ Չնայած Արևմուտք Վրաստան ճգնաժամի ֆոնին ավելի է հավանական դառնում, եթե Հայաստան եւ Ադրբեջանը ի վերջո հստակեցնեն հերթականությունը հանդիպումների եւ ցանկությունը հանդիպումները իրենց տարածքում կազմակերպելու, ապա որևէ հանդիպումներից մեկին Վրաստանը միգուցե մասնակցի։ Բայց եւ ըստ քաղաքագետների Վրաստանի մասնակցությունը այդ ձևաչափում կարևոր է Հայաստանի շահերի տեսանկյունից։ Այն հնարավորությունը տարածաշրջանային նախագծերի շուրջ խոսելու եւ բոլորի համար ընդունելի տարբերակներ գտնելու համար։ Քաղաքագետների ձևակերպմամբ ինչ նախագիծ էլ իրականացվի տարածաշրջանում Հարավային Կովկասում, դրանք միս ու արյուն չեն ստանա, մինչև խոշոր խաղացողները Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, այսպես ասենք, չդնեն իրենց կնիքը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։